Հայ առաքելական Սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին Քրիստոսի հրաշաբար ծնունդից 40 օր հետո մեծ հանդիսավորությամբ նշում է 40-օրական փրկիչի Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառն Ընթառաջը։ Գարեգին II ծայրագույն պատրիարքի և ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Տեառն Ընթառաջի տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 13-ին Տեառն Ընթառաջի նախատոնանքին Նորապսակների օրհնության կարգ տեղի կունենա հետևյալ եկեղեցիներում, որի մասին կխոսի Նինոց Մինդայի հոգևոր հովիվը։ Քրիստոսի ծնունդը գիտենք հունվարի 6-ին է և 40 օրեկան մանուկ փոքրիկ Հիսուսին տաճար տարան ընծայելու։ Հրեական օրենքի համաձայն պիտի երբ որ երեխան ծնվում էր, տանեին տաճար և ընծային տաճարին, մանավանդ երբ որ դա լինում էր ավագ արու երեխա։ Եվ մանուկ Հիսուսին տաճար տարան, որտեղ Սիմոն ծերունին սպասում էր, վերցրեց, օրհնեց մանուկ Հիսուսին և Տեառն Ընթառաջ, Տիրոջն Ընթառաջ, մանուկ Հիսուսին տարան տաճար։ Եվ այդ օրը հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար Նորապսակների օրհնության օրն է։ Եվ 13-ին երեկոյան նախատոնակն է, ինքը 14-ին է Տեառն Ընթառաջը, որ Սուրբ Պատարագը մատուցվի 10:30։ Իսկ 13-ին մենք ունենք գյուղեր, որտեղ այցելենք և նորապսակները կհավաքվեն տաճար, օրհնության կարգը կանենք, նորապսակների օրհնության կարգը, իսկ նախատոնակը և վերջում օրհնության կարգ կանենք Նինոց Մինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում հետևյալ օրակարգով։ Ուրեմն կսկսենք ժամը 1-ից, օրհնության կարգը կատարենք Փոքր Արաքյալի Սուրբ Ստեփանոս եկեղեցում ժամը 1-ին, 1:30 կանենք Մեծ Արաքյալի Սուրբ Խաչ եկեղեցում, 2-ին կանենք Սատխայի եկեղեցում նորապսակների օրհնություն, Սատխայի Սուրբ Նեսես եկեղեցում նորապսակների օրհնության կարգ, հետո 3-ին Ճիգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կանենք ժամը 3-ին արդեն, 3:30 Մամզարեի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարենք օրհնության կարգ, 4-ին Մեծ Գոնդուրայում կանենք, 4:30 Փոքր Գոնդուրայում կանենք, հետո 5:30 Փոքր Խանչալի կգնանք, այնտեղ օրհնության կարգը կանենք, իսկ 6:30 էլ Նինոց Մինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Գյուղերում միայն կատարենք նորապսակների օրհնության կարգը, իսկ նախատոնակը կանենք Սուրբ Սարգիս ժամերգություն և նախատոնակը կանենք Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ ամսի 14-ին 10:30 Սուրբ Պատարագ կանենք, մեր ժողովրդին ասեմ, որովհետև հաջորդ օրը Կիրակի է 15-ին, և արդեն, քանի որ բուն բարեկենդանն է, արդեն եկեղեցու վարագույրները փակվում են, որից հետո սկսում է պահքի շրջանը։ Եվ բաց պատարագ կլինի 14-ին, պիտի հորդորեն, որ գան մասնակցեն և հաղորդություն ստանան, որովհետև պահքը սկսելուց հետո արդեն հաղորդություն չեն տալիս մինչև Ծաղկազարդ, և Կիրակի արդեն փակ պատարագ կլինի Սուրբ Սարգիս եկեղեցում։ 14-ին շաբաթ օր է, 10:15 մոտ կսկսենք Սուրբ Պատարագը, իսկ Կիրակի 10:30 արդեն նորից արդեն փակ կլինի։ Սա ուղղակի տեղյակ լինեն, որ իրենց ովքեր պատրաստվում են, որ պահքը պահել, այդ ապաշխարության շրջան անցեն, լավ է, որ գան բաց պատարագի ժամանակ հաղորդություն ստանան, շնորհով լսվեն, և արդեն երկուշաբթի օրվանից սկսվում է պահքը և պահ պահեն մինչև Զատիկ։ Սա է, և պիտի հորդորեմ նաև մեր գյուղերում, որ մասնակցությունը նորապսակների գան եկեղեցի, օրհնության կարգը, եկեղեցում ստանան օրհնություն, նոր կազմած իրենց ընտանիքը, որ ավելի շնորհով լսվի և զորանա և շատ զավակներ ունենան, սա է մեր եկեղեցում Տեառն Ընթառաջ, այսինքն նորապսակին և մանուկ Հիսուսին տաճար տարան, մենք ունենք 40-ի կարգ, որ ընծայման կարգ է կոչվում, երբ որ երեխան ծնվում է, 40 օրեկան հասակում բերում են եկեղեցի և ընծայման կարգ են կատարում, մինչև մկրտություն։
Սա է, որ մեր ժողովուրդը իմանա, տեղյակ լինի եւ իրենց մասնակցությունը բերեն եւ մեր աղոթքն է թող Աստված օրհնի բոլոր մեր նորապսակներին եւ երջանիկ լինեն իրենց կյանքում, փոխադարձ ըմբռնումով եւ Աստծո ներկայությամբ։